Ճեմարանում ուսումնառությանը հաջորդող տարիները կապված են Կոմիտասի առաջին քայլերի հետ հայկական ազգային երաժշտության ձևավորման ճանապարհին։ Այն արդյունավետ աշխատանքի ժամանակաշրջան էր, երբ նա աշխատում է որպես երգեցողության ուսուցիչ, ստեղծում է երգչախումբ և ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում է ժողովրդական երգեր, աշխատում է խազերի, հին հայկական նոտաների վերծանման վրա և գրում է առաջին ուսումնասիրությունները հայկական երաժշտության մասին։ Նա հասկանում է, որ ճեմարանում ստացած գիտելիքները նրա մտահղացումների հետագա իրականացման համար այլևս բավարար չեն։ Չէ՞ որ նա ցանկանում էր հասկանալ, թե ինչ է հայ երաժշտությունը։ Տքնաջան աշխատանքից հետո նա գիտակցում է, որ հայկական եկեղեցական և ժողովրդական երգերը նման են և ունեն ընդհանրություն, իսկ խազերը կարող են բանալի դառնալ թե մեկի և թե մյուսի համար։ Հոգևոր երաժշտության ուսումնասիրությունը կօգներ նրան խազերի վերծանման գործում։ Սա երկար և բարդ ճանապարհ էր։ Հայկական երգերի ինքնատիպությունը բնորոշող օրինաչափությունների և տարածաշրջանի ժողովուրդների երաժշտությունից դրանց տարբերության որոնման համար նա պետք է ուսումնասիրեր եվրոպական երաժշտագիտության առաջադեմ նվաճումները, որոնց շնորհիվ տարբերակվել էին անգլիական, ֆրանսիական և իտալական ազգային երաժշտության առանձնահատկությունները։